հայտարարություն ներկայացրեցիք, որը դատավորը բավարարեց, այսօր ինչ սպասենք դատարանից։ Այդ միջնորդության քննությունը պետք է շարունակվի, հասկանանք մասնակիցները դիրքորոշումներ հայտնեն, անցած դատական նիստին գործընկերներս ասացին, որ առանձին միջնորդություններ ունեն խափանման միջոցների 2 ժամում հազիվ այդ ամեն ինչը հասցնենք։ Երեք ականատես եղանք մի դեպքի, ձեր գործընկերներին չէին թողնում փաստաբանության, պաշտպանության վերաբերյալ միջնորդությունը հանձնեն քննչական կոմիտե, այս ամենը ինչպես կորակեք։ Ինքնին ցանկացած անձի պարագայում դա անձի դատավարական իրավունքների կոպտագույն խախտումներ է, պաշտպանի հետ հանդիպումը խոչընդոտելը, ասեմ ավելին դա հանցագործություն է, փաստաբանի օրինական գործունեությանը խոչընդոտելը, բայց շատ ավելի զարհուրելի է, որ այդ գործողությունները պայմանավորված են հայրաքելական եկեղեցու հոգևորականների նկատմամբ ապօրինի հետապնդումներով։ Իսկ տեսակցության արգելքի մասով փաստաբանին եւս արգելվել է տեսակցել, միայն մորն են թողել տեսակցել, Նման տեղեկության չեմ տիրապետում, ամեն դեպքում ցանկացած անձում ազատությունը սահմանափակված է, ով գտնվում է քննչական կոմիտեում, իրավունք ունի եւ այդ պահին քննչական բոլոր գործողություններին մասնակցել իր հրավիրված իր նախընտրած փաստաբանի մասնակցությամբ, ինչպես նաեւ անարգել եւ խորհրդապահական կարգով առանձնազրույց ունենալ փաստաբանի հետ։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։